Պարոն Քոչարյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար եւ ձեր թույլտվությամբ ներքաղաքական հարցերին միջև անդրադարձը նախ սկսենք այսօրվա գլխավոր թեմայից։ Երեկ ուշ երեկոյան Միացյալ Նահանգներում հանդիպել են Հայաստանի արտգործնախարարը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարը եւ Թրամփի ու վերաբերյալ նոր հայտարարություն է եղել եւ այստեղ այդ հայտարարության մեջ մանրամասն նկարագրվում է թե ինչպես է գործելու այդ նախագիծը։ Սկսեմ երևի թե սկզբից Միրզոյանը շտապում էր հանգստացնել այն չարախնդողներին, այն դավադրության տեսության առաջամարտիկներին, որ ամեն ինչ լինելու է Հայաստանի ինքնիշխանության ներքո եւ այսպես լինելու է տարանցիկ ճանապարհ, որի վրա գործելու է front office եւ back office գործառնական ինչ-որ մոդել, որտեղ front office-ը արտապատվիրակվելու է մասնավոր ընկերությանը, իսկ արդեն back office-ը Հայաստանի պետական իրավապահ մարմիններին եւ Միրզոյանը հանգստացնում է, որ որևէ խնդիր ըստ էության չի կարող առաջանալ։ Ինչ եք կարծում, նույնիսկ այս պարագայում այդ մտահոգությունները կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, թե ոչ եւ ընդհանուր ձեր գնահատականը այս նոր հայտարարության վերաբերյալ։ Գիտեք, ես կարծում եմ, որ այստեղ front office, back office եւ այլն այդ ինչ-որ գեղեցիկ բառեր, ոչ հայալեզու բառեր, այդ ամեն ինչը շատ լավ է, բայց ես այսօր կխոսեմ այդ նույն, եթե Թրամփի ուղին կամ թրիպը, ինչպես ասում ենք, ինքը աշխատի, ոչ ոք դրան դեմ չէ, ընդհակառակ ես ինքս կողմնակից եմ։ Եթե մենք դրա հետևից չենք ունենում այլ խնդիրներ շատ ավելի մեծ, որովհետև այսօր Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Հայաստանում արել է մի հայտարարություն, որի կապակցությամբ ես կարող եմ շնորհավորել բոլոր հպարտ Հայաստանի քաղաքացիներին, որովհետև մենք 4 հարևանից 2-ը առնվազն, եթե թշնամական էլ չեն, բարեկամական չեն, համենայն դեպս բարեկամը չի ասում, որ չկա Սևանկա Գյոյչա, չկա Երևանկա Երևան եւ այլն, էլ չեմ ասում, որ հենց այսօր նորից Ալիևը հայտարարել է Զանգեզուրի միջանցքը դա իրականություն է, եթե հանկարծ չհաշտվեն դրա հետ Զանգեզուրի միջանցք ֆրազան։ Թեև մինչև էլ ասել էին ինչ ուզում են անվանեն, միևնույնն է դա Զանգեզուրի միջանցքն է։ Իրանի Հանրապետությունը հայտարարել է, որ Հայաստանը դարձել է Իրանի դեմ գործողություններ կատարելու կենտրոն։ Թշնամական կենտրոն, բնականաբար, եթե Իրանի դեմ, ուրեմն թշնամական կենտրոն։ Փաստացի մենք երկու ողերիմ բարեկամների հետ միասին ունեցանք արդեն բավականին լուրջ, եթե ոչ թշնամի, ապա մի պետություն, որը իդեպ 35 տարի շատ լավ է վերաբերվել Հայաստանի Հանրապետությանը ամենածանր պահերին Հայաստանի։ Ես հիմա չգիտեմ, մնում է երևի մի հատ էլ հայտարարեն, որ Վրաստանը կդառնա հիբրիդային պատերազմի գործիք որոշ երկրների ձեռքում եւ որ ասում է տեղ կհասնենք։ Ես ձեզ ճիշտ հասկացա, որ այնուամենայնիվ մտահոգություններ Թրամփի ուղու վերաբերյալ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ես կարծում եմ պետք է ունենա։ Շատ լավ։ Անցնենք ներքաղաքական իրադարձություններին, թերևս սկսենք երեկվանից Փաշինյանի հակաեկեղեցական արշավին, պարոն Քոչարյան, շատ մարդիկ են մասնակցում, նկատի ունեմ քաղաքական այսպես մերձ իշխանական ինչ-որ ուժեր եւ դրանցից մեկը օրինակ Հանրապետություն կուսակցությունն է, բայց մենք օրինակ երեք տեսանք, թե ինչպես այդ կուսակցության նախագահը Արամ Սարգսյանը համբուրում էր ամենայն հայոց կաթողիկոսի աչը։ Մի կողմից քննադատություն, մի կողմից նշվում է, որ այդ կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ակտիվորեն Facebook-յան գրառումներով նշում են, որ Գարեգին II-ը պետք է հեռանա, օգտագործում են նույն ձևակերպումները, ինչ Նիկոլ Փաշինյանը, անգամ կաթողիկոսի եղբոր դեմ ինչ-որ հանցագործության մասին հաղորդում է տրվում եւ այլն, բայց մենք տեսնում ենք Արամ Սարգսյանի կողմից հակառակ այլ պատկեր, ինչի մասին է սա խոսում։
Գիտեք, ես չեմ ուզում մտնել մատանու եւ մատի արանքը, թող Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հասկանան, թե ում աչն է համբուրել Արամ Սարգսյանը։ Վեապար Գարեգին երկրորդի, թե ինչպես իրենք են ասում, անուն ազգանունով ինչ որ մի մարդու։ Այդ թող ես չեմ մտնում նման բաների մեջ, իրանք երևի թե իրար հետ կհասկանան, լավ են այս վերջի տարիները շատ։ Բայց մարդիկ ինչ հասկանան այդ գործընթացներից։ Ես նման դեպքերում թողնում եմ, որ ոչ թե ես ասեմ ինքը ինչ հասկանա, այլ մարդը ինչ դրանից հետևություն անում է, թող ինքը անի հետևություն։ Կա փաստ, հա, կա տեսանյութ։ Այդ տեսանյութը նայելով ու համադրելով դա այո այն հայտարարությունների հետ, որ մինչ այդ հնչել է, թող մարդը եզրակացություն անի տվյալ անձնավորության մասին։ Ես ավելացնելու բան չունեմ։ Շատ լավ, եկեղեցու դեմ Փաշինյանի հակաեկեղեցական, հակակաթողիկոսական գործողությունները շարունակվում են, մենք տարեսկզբին տեսանք ինչ-որ հայտարարություն, տիրադավ հռչակված արքեպիսկոպոսների, եպիսկոպոսների եւ Փաշինյանի միջև, հետո արդեն երկու կեղծ պատարակ, կուզենամ անդրադառնանք վերջին կիրակի օրը Մասիսում տեղի ունեցած իրադարձություններին, ինչ էր դա նշանակում, երբ նույնիսկ հիվանդանոցից նոր դուրս գրված քաղաքացուն ասվում է, որ ինքը պետք է մասնակցի պատարակի։ Սա խոսում է այն մասին, որ Փաշինյանը հանրային աջակցություն չունի եւ նույնիսկ այդ տարբեր պատրվակներով մարդկանց կարողանում են բերել եւ ցույց տալ, թե իբր պատարակ իրականացվում է, թե սա այլ բանի մասին է խոսում։ Չէ, հենց դրա մասին էլ խոսում է, պարզ է, որ չունի այդ աջակցությունը, հա, եւ որովհետեւ եթե հիշում եք, բազմիցս ասվել է, որ անգամ ասել է ես ինքս կգլխավորեմ այդ երթը եւ այլն, հույս ունենալով, որ հայ առաքելական եկեղեցին եւ մասնավորապես եկեղեցու գլուխը Վեապարը չեն ունենա այդ աջակցությունը հասարակական։ Պարզվեց, որ բավականին լուրջ աջակցություն ունի Վեապարը եւ հայ առաքելական եկեղեցին, եւ հիմա գիտեք, ասում են, տենց էսպիսի խոսք կա, որ էշին նստելը մի այբ է, իջնելը երկու։ Հիմա կարծում եմ իշխանությունները եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանը ինքն էլ պատային վիճակի մեջ է այս հարցում։ Չի փորձում է գտնել ելք, հա, ինչպես շարունակի։ Բայց այդպիսի տպավորություն է ինձ մոտ գոնե, հա, որ չի գտնում այդ տարբերակը, դրա համար ինչ-որ տարբեր բաներ է փորձում, տարբեր եկեղեցիներում սկզբից ասում էր, հայտարարում էր որտեղ է լինելու, հետո ասեց էլ չեմ հայտարարելու, բայց իհարկե պարզ է, որ եթե հիվանդանոցից ուղարկել էին կամ համենայն դեպս Մասիսից այնքան քիչ մարդ կար, որ հիմնականում ասենք Վեդիից, Արտաշատից եւ այլնից էին մարդիկ, ես ճիշտ ասած չեմ հետևում բայց հետո ռիլերի տեսքով, ինչ-որ բաների տեսքով, սղագրությունների տեսքով կարդում եմ, հասկանալի է, որ այդ մարդկանց այնուամենայնիվ ասվել է, բերվել են որոշակի տրանսպորտային միջոցներով այդ մարդիկ, որովհետև չեմ կարծում, որ Արտաշատից պետք է եկենային իրենց հաշվին գային Մասիս, այնց դա է նշանակում, ուրիշ ոչինչ։ Փաշինյանը իր լայվերից մեկում տարեսկզբյան նաև քաղաքացիներին փաստացի սխալված չեմ լինի, որ նշեմ դա կոչ էր եւ այն քաղաքացիներին, որոնք ասում էր քաղաքացիները կարող են գալ պատարակների եւ իրենք, այսպես ասած, մոտենան քահանային, ասեն, որ օրինակ ամենայն հայոց կաթողիկոսի անունը զեղչեք։ Այսինքն այնքան այլևս ինքը չի կարողանում, որ դիմում է քաղաքացիներին, թե փորձում է նաև իր գործողությունները արդեն հետագայում արդարացնելու համար ասել, որ օրինակ քաղաքացիներն են դիմել քահանաներին։ Կարծում եմ երկրորդը, որովհետև Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ հիմա 18 թվականի հոկտեմբերը չի, երբ մի կոչով Բաղրամյան փողոցը կարող է լցվել, հա, որ նրա խոսքին այլևս շատ քչերն են հետևում, ես չեմ ասում չունի հետևորդներ, ունի, բայց համենայն դեպս գոնե եկեղեցու հետ կապված, հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարի հետ կապված, անգամ նրա շատ հետևորդներն են, հա, խուսափում, որովհետև
այն քանակը, որ մենք տեսնում ենք, հասկանալի է, որ մարդիկ, չգիտեմ, մի մասը աստվածավախությունից ելնելով, մի մասը, չգիտեմ, միգուցե իրենց իսկ խղճի դեմ չգնալու, որովհետև բոլորը ունեն, հա, բոլորը ամուսնացել են եկեղեցիում, երեխաներ են կնքել, նման բաներից ելնելով, համենայն դեպս փաստը մնում է փաստ, արդեն քանի ամիսը չի հավաքվում այդքան մարդ։ Այդ առումով փորձում է հիմա, ինչպես եւ ամեն ինչը, այսպես կոչված ժողովրդավարության ֆորմատի մեջ մտցնել։ Իբր դա ժողովուրդն է պահանջում։ Ես հիշատակեցի հունվարի 4-ի երեկոյան ստորագրված մի հայտարարություն, որը եղել էր Փաշինյանի եւ Տիրադավ հռչակված եպիսկոպոսների Դա Սուրբ Ծննդյանից առաջ արվեց։ Այո։ Եվ այդտեղ որը կոչվում էր բարենորոգման, եկեղեցու բարենորոգման նախագիծ, հայտարարություն եւ այլն, եւ դրանից հետո Facebook-ում եղան քահանաներ, որոնք իրենց աջակցությունը հայտնեցին, ու նաեւ հակառակ գործընթացը տեղի ունեցավ։ Որը շատ ավելի շատ էր։ Այո։ Ուզում եմ այդ գործընթացին անդրադառնալ։ Տապալվեց Փաշինյանի այդ նախաձեռնությունը, ինչ ցույց տվեց քահանաների աջակցությունը Մայրաթորին եւ անձամբ կաթողիկոսին։ Ասել, որ լիովին տապալվեց չէ, որովհետև այնուամենայնիվ գոնե, հա, մարդկանց սոցիալական ցանցերում ես նկատի ունեմ մարդկանց ռեակցիայից հասկանալի էր, որ այնտեղ միացան քահանաներ, որոնցից կարծեք թե շատ-շատերը չէին սպասում, հա, այս առումով երևի թե հաջողեց ինչ որ չափով։ Հաշվի առնելով քանակից կարելի է ասել, որ չհաջողեց։ Այնուամենայնիվ ես ինչի եմ ասում պատային վիճակ է, հա, Նիկոլ Փաշինյանի համար։ Այնուամենայնիվ process-ը շարունակվում է եւ վերջնական գիծ քաշել ասել հաջողել է կամ չի հաջողել, այսօր կարծում եմ շուտ է։ Ես կարծում եմ process-ը շարունակվելու է դեռ։ Չեմ կարծում, որ այդ process-ը շատ դուր է գալիս հենց իրեն Փաշինյանի, ես նկատի չունեմ կաթողիկոսի դեմ, այլ այս ձգձգվելը, որովհետև ընտրություններից առաջ դա ամենալավ PR թեման չէ իր համար, հա, մի քանի թեմաներ կա ի դեպ, որ ինձ համար հասկանալի չէ, օրինակ թոշակների թեման, որը եթե հիշում եք 18-19 թվականներին մի 2-3 տարի, եթե ոչ ավել, հետո 21 թվականի ընտրություններին էլ շահարկվում էր 3000 դրամ թոշակ բարձրացնելը, ընդ որում 3000-ը դա համարվում էր մեծ թիվ, իսկ 10000-ը դա թիվ չի։ Ինձ համար սա էլ է շատ տարօրինակ, հատկապես այն ֆոնին, երբ խոսվում է, թե ինչքան միլիոններ է, հա, հետո բաժանվել։ Ասում եմ, ինչ որ անհասկանալի բաներ կա, որը դեռ պետք է, ես կարծում եմ, վերլուծության կարիք ունեն։ Եթե ինքը որևէ հաջողություն եկեղեցու դեմ արժևում չի ունենում, ըստ ձեզ ստիպված կլինի ինչ-որ մի պահ կանգնեցնել եւ ուշադրությունը ամբողջությամբ սևեռել նախընտրական արդեն շրջանին։ Եթե ինքը չկապի դա նախընտրականի հետ, որովհետեւ դա չի բացառվում, որ հաշվի առնելով այն թեմաները, այդ հիբրիդային պատերազմ, հա, կաթողիկոսի եղբոր հետ կապված եւ այլն, որ պատրաստվում էր եկեղեցին, պետք ինքնիշխան Հայաստանի դեմ է պայքարում, այս ամեն ինչը չեմ բացառում, որ կդառնա նախընտրական արշավի իշխանությունների ինչ որ մի, հա, վեկտոր։ Չեմ բացառում։ Եթե դա չլինի, այո, ինչ որ մի պահ բնականաբար, բայց կարծում եմ ամեն ինչ գնում է նրան, որ սա պետք է լինի նախընտրական արշավի թեմաներից մեկը։ Հիմա նախընտրական այդ արշավի մասին մի փոքր խոսենք, պարգևավճարներ իհարկե ամեն տարի են լինում, այս տարի էլ կա բավական բարձր չափերով, նախազգային ժողովում, հիմա էլ օրինակ մեր գործընկերներից News AM-ը այսօր մի հարցում է հրապարակել Երևանի քաղաքապետարանից ստացված, որտեղ նշվում է, որ շուրջ 635 միլիոն դրամի 13-րդ աշխատավարձ եւ պարգևավճար են ստացել։ Այս աստղաբաշխական գները, այս աստղաբաշխական չափերը, սրանք հիմա կրկին տեղավորվում են նախընտրական շրջանի համատեքստում։ Կարծում եմ, այո։ Թեև ես ձեզ ասեմ, գիտեք, այս հարցում ես դեմ չեմ, որ մարդիկ գումար ստանան։ Եթե մարդը աշխատում է, ինքը պետք է վճարվի։ Այդ թվում նաև պետական։ Բայց եթե դա արդար է այն առումով, որ բոլորին է,
Միգուցե եւ համամասնորեն պետք է լինի, ես չեմ ասում, որ բոլորը պետք է հավասար ստանան, ամենևին ես այդ բոլշևիկյան բոլորը հավասար են, առավել եւս որ այս իշխանությունն էլ սկզբից ասում էր բոլորը հավասար են, հիմա ոնց որ թե իրենք ավելի հավասար են այդ բոլորի մեջ, բաղուց արդեն, բայց պարզ է, որ այն թվերը ինչի մասին որ խոսվում է, ենթադրում եմ, որ այո ունի նախընտրական տրամաբանություն, թեև չի բացառվում, որ դա նաև հակառակ էֆեկտ ունենա բոլոր նրանց կողմից, ովքեր չեն ստացել։